Նրանք այլընտրանք չունեին, բարեկամներս, նրանք երկու դեպքում էլ կմահանային, նրանք ունեին միայն մեկ լուծում և դա իրենց գերության մեջ լինելը ընդունելն էր, վերջերս ապստամբել եք Աստծո դեմ, դա ձեր անցյալի սխալների արդյունքն է, ուղղեք ամեն սխալ Աստծո հետ, Երեմիա 38:2, այսպես է ասում Տերը, այս քաղաքում մնացողը պիտի սրով, սովով և ժանտախտով մեռնե, իսկ դուրս եկողը քաղդեացիների մոտ գնացողը պիտի ապրե, և իր հոգին իրան համար ավարի պես պիտի լինի, և նա պիտի ապրե, դուք պետք է ապրեք Աստծով և ոչ թե սատանայով։ Հայր, ես աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր լսում են քո խոսքը, ես հրամայում եմ նրանց կյանքում եղած չարիքին հեռանալ, թող բոլոր ցավերը անհետանան Հիսուսի անունով,